Որը Նիկոլ Փաշինյանի ուժի եւ հաջողության գաղտնիքը։ Եկեք միասին հասկանանք։ Նրա տեղը ցանկը ծծայլ մեկը, այսքան ձախորդություններից, պարտություններից հետո դժվար շարունակել մնալ իշխանության, բայց նրան հաջողվեց։ Եվ ոչ միայն հաջողվել է, այլև նա շանս ունի վերընտրվելու։ Գիտեք, այդ մասին ես նորից սկսեցի մտածել երեկ, երբ տեսա, լսեցի, թե ինչպես նա արտահայտվեց, որ անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Վենսի այցից հետո նա հայտարարեց հարցազրույցում հմայքում եւ չի պատրաստվում որևէ քայլ անել Ռուսաստանի դեմ։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ։ Հարց առաջացավ իմ մոտ, որ այդպես լավ է Ռուսաստանի եւ Պուտինի հետ հարաբերությունները, ընդ որում շատ ջերմ անձնական։ Ընդհանրապես Նիկոլի կողմնակիցները, աջակիցները, կուսակիցները, քարոզիչները տեղյակ են, որովհետև նրանք օրնի բուն մարդկանց իրենց հայրենակիցներին պիտակավորում են որպես ռուսաստրուկ, ռուսի սապոկ լիզողներ, հակառակ կողմն էլ նրանց պիտակավորում է թրքասերներ, թուրքի սապոկ լիզողներ։ Այսինքն Հայաստանի ներսում պատերազմ է քաղաքացիական մարդկանց ուղեղներում, թշնաման կատելություն։ Մարդիկ նույնիսկ Նիկոլ Փաշինյանին կյանքում մոտիկից չեն տեսել, նրա հետ որևէ կապ չունեն, բայց նրա համար կոկորդ են կրծում վիրավորելով մարդուն, ում անձնապես չեն ճանաչում, եւ նույնը հակառակ ուղղությամբ։ Այդ փսիխոզն է հիմա Հայաստանում, բայց բարձվում է։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի հետ խնդիր չունի, ոչ Էրդողանի, ոչ Ալիևի, ոչ Պուտինի, եւ բարձվեց նաեւ Միացյալ Նահանգների։ Բայց Հայաստանում պատերազմ է։ Ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը դասական ստրատեգիա բաժանիչ որդիր ես։ Իշխում է Հայաստանին, պատերազմելով Հայաստանի դեմ իրականում։ Նա պատերազմը բերել է Հայաստանի ներս, յուրաքանչյուր հայ ընտանիք թունավորելով ատելության խոսքով մարդկանց մտքերը, երբ ինքը ոչ մի խնդիր չունի ոչ մեկի հետ։ Դուք հասկանում եք մանիպուլյացիայի մասշտաբները։ Այսինքն, եզրակացնենք, արտաքին լեգիտիմություն, աջակցություն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, տարբեր նաև Ադրբեջանից, Թուրքիայից, զոհելով Հայաստանի կենսական շահերն ու վտանգելով նաև Սյունիքը Արցախից հետո, որովհետև եթե Արցախը նա պետք է մոռանար, այլևս չպետք է պարտավորվեր Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապ ապահովել։ Դա պետք է լիներ գոնե այն գինը, որը մենք թանկ վճարեցինք, բայց նա դրան էլ չհասավ։ Այսինքն զիջեց նա հայկական շահերը եւ այսօր պատերազմ է վարում հայ առաքելական եկեղեցու հայոց պատմության։ Ընդհանրապես նա խնդրեմ ունի մենակ հայերի հետ, եթե նկատեք։ Նա խնդիր պատերազմ է վարում հայերի դեմ, եւ այդ պատերազմը բերել է յուրաքանչյուր հայ մարդու ընտանիք։ Մինչև սա չգիտակցեք, կրկին սխալ ընտրության արդյունքում շարունակվելու այդ պատերազմը, որովհետև Ադրբեջանի պահանջները դեռ պետք է կատարվեն, սահմանադրություն փոխել, ադրբեջանցիների վերադարձ ապահովել, ցեղասպանությունը ուրանալ։ Պատերազմը դեռ առջևում է։ Հայերի պատերազմը հայերի դեմ, ավելի ճիշտ Նիկոլի պատերազմը հայերի դեմ։ Սա է նրա հաջողության գաղտնիքը։ Նաև նախկինների անտի-ռեյտինգը եւ շնորհակալություն ճակերտավոր նախկիններին, որ մինչև այսօր ապահովում են Նիկոլի այդ հաջողությունը։ Եվ ինչպես հասկացանք արդեն, ատելությունը թշնամանքը ներհայաստանյան եւ ներհայկական։ Այս երեք գործոնն է ապահովում նրա հաջողությունը։ Սա պետք է հասկանալ, որպեսզի բանաձևել։ Մենք ինչպեսի Հայաստան ենք հետագայում ուզում ունենալ։ Այն մարդիկ, ովքեր պարակտում են սեփական երկիրը ներսից փոխարենը այն մոբիլիզացնելու հաշտության, հանդուրժողականության սիրո մտորոշ ստեղծելու, ծառայում են ոչ թե սեփական երկրի, այլ օտարների շահերին։ Սա է պետք հասկանալ։ Եվ սա է Փաշինյանի ուժի եւ հաջողության գաղտնիքը։ Հաջողություն եւ ուժ, որը Հայաստանի դեմ է միայն եւ բերել է դժբախտություններ միայն հայերին։ Իսկ նա անձնապես լավ է Պուտինի հետ էլ, Էրդողանի հետ էլ, Ալիևի հետ էլ միասին պարգևներ են ստանում, ուրախանում։ Նա խնդրեմ չունի։ Խնդրեմ ունեն միայն հայերը։